Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հոկտեմբերի 4։ Անփութությունը թուլացնում է հոգևոր աճը։ Եթե անտեսեք բույսերը կամ կենդանիները, զրկելով նրանց ջրից և սննդանյութից, դա կհանգեցնի մահվան։ Անցեք բազմաթիվ արվարձանային թաղամասերով և կտեսնեք գեղեցիկ լանդշաֆտային բակերը, կանաչ խոտերը և վառ ծաղիկները։ Մանրակրկիտ խնամքի արդյունք են դրանք։ Այնուամենայնիվ, երբեմն կարող եք հանդիպել մի տան, որը փչացնում է լանդշաֆտի գեղեցկությունը։ Դուք կտեսնեք գերաճած խոտ և բարձր մոլախոտեր, որոնք աճում են ամենուր։ Ամբողջ տեսարանը գոռում է. անտարբերություն, անփութություն, ծուլություն։ Սողոմոնը նկարագրում է այս տեսարանը. ծույլ մարդի արտի մոտովն անցկացա և պակասամիտ մարդի այգիի մոտովը, և ահա բոլորը փուշեր էին դուրս եկել, նրանց երեսը ծածկել էին եղինջները, և նրա քարի պատը փուլ էր եկած, և երբ որ տեսա, դրի մտքիս մեջ, մտիկ արի և խրատ վեր առա, մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի տալ պառկել, այն ժամանակ քո աղքատությունը կգա իբրև ճանապարհորդ և քո կարոտությունը սպառազինյալ մարդի պես։ Առակաց 24:30-34 խոսքեր։ Սողոմոնը մեզ ասում է. ամեն ինչ կործանվում է անփութության պատճառով, ես տեսել եմ ծուլության հետևանքները և սրտանց ընդունել եմ դրանք։ Այս դասը վերաբերում է ինչպես Աստծո խոսքը անտեսելուն, այնպես էլ նրա հետ աղոթքի մեջ ժամանակ չանցկացնելուն։ Պողոսը երիտասարդ Տիմոթեոսին հրահանգում է. մինչև որ գամ, միտք դիր կարդալուն, հորդորմունքին և վարդապետությանը, անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար, զգույշ կաց անձիդ և վարդապետությանդ և դրանում հարատևիր։ Առաջին Տիմոթեոս 4:13-16 խոսքեր։ Պողոսը իհարկե խոսում է Աստծո խոսքը կարդալու մասին։ Մի անգամ ես ծարտ ընկեցի ստվերում և այն սկսեց թառամել։ Ես այն տեղափոխեցի արևի տակ և սկսեցի ամեն օր ջրել ջրի և պարարտանյութի խառնուրդով։ Ամեն անգամ, երբ ես բաց էի թողնում ջրելը, ծառի տերևները սկսում էին թառամել, բայց մի փոքր ջրելուց հետո այն անմիջապես կենդանանում էր։ Սիրելիներ, պարբերաբար կերակրեք ձեր հոգին Տիրոջ խոսքի հրաշագործ սնունդով, և դուք միշտ լի կլինեք զորությունով և կյանքով։